Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ես կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Երվանդ Բոզոյանը, բարև ձեզ պարոն Բոզոյան, մեր զրույցը ինչպես միշտ կբաժանենք երկու մասի, տարածաշրջան, զարգացումներ եւ նաեւ սպասվելիք ընտրություններ, ինչ պատկեր ունեք, դուք մեր նախնական զրույցում խոսում ենք եւ մեր այդպես էլ վերնագրեցինք թվերով պարոն Բոզոյանը կներկայացնի այն, որ թե ինչու շանս չունի Նիկոլը հաղթելու։ Չգիտեմ, որ թեմայի նախապատվություն կտակ, Իրանի թեմայից սկսենք, թե դուք ասեք, նման տարբերություն չկա։ Մարիամ, որ թեմայից սկսենք։ Իրանի ռմբակոծությունները շարունակվում են, հայտարարություններ տարբեր տեսքի, որ պայմանավորվածություններ եւ բանակցություններ կան։ Ժամանակ էր տվել Թրամփը, մենք տեսանք, հետո բայց այսօր էլ երեկ էլ նորից ռմբակոծություններ, հրթիռները իրանական շարունակում են հասնել ոչ միայն իրանական, շարունակում են հասնել Միացյալ Նահանգների դաշնակից երկրների եւ բազաներին եւ ոչ միայն նաեւ Իսրայելի տարածք են հասնում, նեղուցը շարունակում է մնալ իրենց վերահսկողության տակ է շարունակում մնալ, թեպետ Թրամփը հայտարարում է, որ դա ինձ համար մի քանի ժամվա խնդիր է, երբ ուզենամ կբացեմ, նաև այսպիսի հայտարարություններ կան, եւ նաև երեք էր Times-ը գրել էին, որ ամենայն հավանականությամբ ցամաքային գործողություններ կլինեն 10,000-ից հիմա այդպես մոտավորապես 50,000 այսպես օքի կուտակում կա այնտեղ եւ կամ նեղուցի բացման հարցը կլինի կամ որոշակի կղզի կվերցնեն իրենց վերահսկողության տակ։ Ինչ կանխատեսումներ ունեք եւ ինչ զարգացումներ։ Տեսեք, երկու հավանական սցենար կա, կամ ցամաքային գործողությունը արվելու է, կամ չի արվելու, չէ՞։ Երկու սցենար։ Հիմա տեսեք, ցամաքային գործողություն անելու հաջողության տարբերակը քննարկենք։ Ուրեմն Իրաքյան պատերազմի ժամանակ 2003 թվականին ամերիկացիները օգտագործեցին 250,000 զորք։ 250,000 զորքի պարագայում էր, որ հնարավոր եղավ Իրաքին ծնկի բերել։ Ընդ որում Իրաքում ապրում էր մոտավորապես 35 միլիոն մարդ, Իրանում այսօր համարյա 3 անգամ ավելի շատ մարդ ապրում, 92 միլիոն մարդ ապրում, եւ այսօր ծոցում կա ընդամենը 50,000 զորք։ 40,000 մշտական զորք միշտ կա Միացյալ Նահանգների կողմից ծոցում եւ 10,000 նոր դեսանտիկներ են բերել, որ պետք է ցամաքային օպերացիա կյանքի կոչեն։ Հիմա երևի դուք գիտեք, որ այս 2 օր առաջ Չիկագոյի համալսարանի հայտնի պրոֆեսորներ Միրշայմերը եւ Փեյփը իրանք հայտարարեցին եւ կոչ արեցին, որ Տրամփը զերծ մնա հարձակումից, որովհետեւ այդ հարձակումը ոչինչ չի տալու, այդ ղարկ կղզին, եթե հնարավոր չի լինի գրավել, որտեւ Իրանը ամեն ինչ կանի, որ իր մեծ զորությունների արդյունքում թույլ չի տա, որ այդ կղզին գրավվի, եւ ըստ էության եթե Միացյալ Նահանգները ցամաքային օպերացիա սկսեն, ապա կմխրճվեն մեծ պատերազմի մեջ, որի արդյունքում կտուժի ամբողջ աշխարհը, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգները։ Ավելին կարող եմ ասեմ, Փեյփը նշում է, որ եթե Միացյալ Նահանգները սկսեն պատերազմը, ապա իրենք կավարտեն այնպես, ինչպես որ ավարտեց Խորհրդային Միությունը Աֆղանստանում, եւ որի արդյունքում Միացյալ Նահանգները կարող է փլվի, ոնց որ Խորհրդային Միությունը փլվեց։ Իր կանխատեսումն եմ ասում, եւ հիմնավորում է, որի տարբերություն Վիետնամի, որտեղ մոտ 55,000 զինվոր զոհվեց Միացյալ Նահանգների կողմից, այստեղ ի տարբերություն Վիետնամից կա Օրմուզի նեղուց, այսինքն Վիետնամը չուներ այդպիսի հնարավորություն։ Այստեղ Իրանը ունի Օրմուզի նեղուցի փակման հնարավորություն։ Օրմուզի նեղուցով անցնում է գազի մոտ 30%-ը, նավթի մոտ 20%-ը աշխարհի, հա, եւ բոլորը կանխատեսում են, որ եթե պատերազմը եղավ, ապա նավթի գինը կհասնի մինչեւ $150, հետո կանցնի մինչեւ $200 եւ ըստ էության բոլոր մասնագետները, տնտեսագետները, կորպորացիաների հայտնի ղեկավարները նշում են, որ եթե նավթի գինը անցավ $170, ամբողջ աշխարհի էկոնոմիկան կարող է պառկի եւ այն ռեցեսիան, որ սկսվի աշխարհում, նման բան չի եղել եւ 1929 թվականի համաշխարհային ճգնաժամը կարող է ծաղիկներ թվալ։ Սա իրենց գնահատականներն եմ ասում, բայց երկրորդ գնահատականը կայանում է նրանում, որ եթե հանկարծ Տրամփը որոշում կայացրեց գրոհել, ապա ըստ էության այդ նավթի գինը կարող է հասնել նույնիսկ մինչև $200, իսկ դա նշանակում է, որ երաշխարհված համաշխարհային ճգնաժամ, դա կնշանակի, որ ամբողջ աշխարհը
շատ ծանր վիճակի մեջ, սովի կմատնեն, բենզինի գնը կթռնի, չգիտեմ ուր, մարդիկ ապրուստի խնդիրը շատ կծանրանա աշխարհի բոլոր ծայրամասերում։ Սա ես ասում եմ այն կանխատեսումները, որոնք հիմա հանդես են գալիս Միացյալ Նահանգների գրեթե բոլոր ազդեցիկ փորձագետները։ Ես հիշում եք, որ ես ասել էի, որ 18 հետախուզական կառույցները Միացյալ Նահանգների, այդ թվում նաև ՑՌ-ում խորհուրդ էին տվել Տրամպին չմտնել այս օպերացիայի մեջ, որով Իրան հրահարեց Իսրայելը, բայց ինքը չլսեց դրան։ Հիմա ինքը հայտնվել է շատ ծանր վիճակում։ Եթե դուք նկատել եք Տրամպը անդադ ասում է, որ ես արդեն հաղթել եմ, ես ուզենամ ինքը մի քիչ լոպազ հայտարարություններ անում, ինքը մանրագալիս հնարավորություն, որպեսզի այս վիճակից դուրս գա։ Ինքը հասկանում է, որ կատաստրոֆայի կենթարկվի մտնի պատերազմի մեջ, բայց Իրանում ինչ արեց Իսրայելը։ Իսրայելը ոչնչա սպանեց Իրանի այն ղեկավարներին, ովքեր որ ավելի չափավոր էին, ովքեր որ պատրաստ էին որոշակի բանակցությունների։ Ինչու տենց արեց։ Իսրայելը սպանեց այդ Իրանի այդ ղեկավարներին, որպեսզի շանս չթողնի, որ Իրանն ու Ամերիկան համաձայնության գան։ Այսինքն շանս չթողնի, որպեսզի խաղաղություն հաստատվի։ Ինչու, որտեղ Իսրայելը ասում է, թե հիմա Իրանի հետ ինչ-որ համաձայնության գա, ուրեմն Իսրայելը կկործանվի, որտեղ եթե այդ համաձայնության արդյունքում Իրանում ոչ մի բան չփոխվի, ապա Իրանում էլ ավելի կուժեղանա, Իսրայելի վիճակը շատ ավելի կվատանա, իսկ հիմա դուք գիտեք, որ վերջերս էլ Իսրայելի գլխավոր շտաբի պետի եւ Մոսադի ղեկավարի մեջ մեծ հակասություն առաջացել, որտեղ գլխավոր շտաբի պետը մեղադրել է Մոսադին, որ ինքը սխալ սուտ ինֆորմացիա տվել Իսրայելի վարչապետին, որի արդյունքում այսօրվա դրությամբ իսրայելական հրթիռների ավելի քան 80%-ը, 85%-ը արդեն սպառվել են, չունի արդեն այլևս։ Այսինքն ինքը պետք է Ամերիկայից ստանա, իսկ Ամերիկան էլ իր հսկայական պաշարներին ինքը վաճառել էր արդեն Ուկրաինային եւ ինքն էլ չունի եւ առաջացել է շատ լուրջ ճգնաժամ։ Իհարկե ռազմական իմաստով իրանք կարելի ասել հաղթանակ են տարել Իրանի հանդեպ, բայց քաղաքական իմաստով իրանք խորը ճգնաժամի առաջ են կանգնած, որ եթե հանգարց իրենք սկսեն նոր փուլ պատերազմի, ապա դա կավարտվի շատ տխուր ճանապարհով։ Այլ խնդիրը, որ Իրանը շանս չի տալիս Իրանի Միացյալ Նահանգներին Տրամպին, որպեսզի ինքը մի քիչ արժանապատիվ ձևով դուրս գա այս պատերազմից։ Իրանը ասում է, որ քանի որ դուք ինձ մեծ վնաս եք տվել, դուք պետք է կոմպենսացնեք այդ ամեն ինչը։ Ես պետք է Օրմուզի նեղոցով արդեն գին վճարեմ, փող հավաքեմ, որպեսզի կանեմ էկոնոմիկան զարգացնեմ։ Ես պետք է կարողանամ արդեն նույնիսկ հիմա քննարկում են պաշտոնապես Իրանի խորհրդարանը արդեն որոշում է ընդունում, որ Օրմուզի նեղոցից ինքը արդեն փող վերցնի։ Դուք պատկերացնում եք, առաջ տես բան չկար, չէ՞։ Հիմա ամերիկյան բոլոր շրջանակներն ասում են հարգելի Տրամփ, դու ուզում ես լավ բան անել, ավելի վատ բան ստացվեց, աշխարհի համար վատ բան ստացվեց, հա։ Հիմա Տրամփը մտածում է նոյեմբերի կոնգրեսի ընտրությունների ժամանակ կարող է ջախջախվի հանրապետական կուսակցությունը, եթե այս վիճակից ինքը ինչ որ ձևի դուրս չգա։ Ուրիշ տարբերակ չէ, եթե ինքը հանգարց պատերազմի մեջ շարունակեց, ոչ միայն հանրապետական կուսակցությունը կջախջախվի, Ամերիկայի էկոնոմիկան կարող է ջախջախվի։ Այսինքն սա շատ վտանգավոր վիճակ է, թե ինչ կլինի, թե ինչ չի լինի, չեմ կարող ասեմ։ Ավերածությունները շարունակում են, բայց դա արդեն այդ ավերածությունները ավելի քիչ ֆոնային process է գնում հիմա։ Մեծ ուժեղ հարվածություններ չկան հիմա։ Որոշումը իմ կարծիքով ինքը ասել է մինչև ապրիլի 5-ը, բայց իմ կարծիքով որոշումը կկայացվի ուրբաթ երեկոյան կամ շաբաթ առավոտյան։ Ինչի։ Դե դուք հիշում եք այս փետրվարի 28-ին չէ՞ սկսեց այդ օպերացիան։ Էլի շաբաթ առավոտյան էր։ Արդեն 1 ամիս է։ Հա, արդեն 1 ամիս է։ Ինչու՞, որովհետև ուրբաթ երեկոյան բոլոր շուկաները փակվում են։ Շաբաթ-կիրակի շուկաները չեն աշխատում։ Եվ սովորաբար Միացյալ Նահանգները որոշում են կայացնում ինչ-որ գործողություն անել այն ժամանակ, երբ որ շուկաները փակվում են, որտեղ գործողության ժամանակ շուկայում պանիկա առաջ։ Եվ իրանք այդ շանսը ուզում են օգտագործեն, որ շաբաթ-կիրակի այդ 2 օրը նենց անեն, որ պանիկան այդ 2 օրվա վրա գա, որ շուկաները չազդի։ Այսինքն հիմա Տրամպը ինչ էլ որոշում կայացնի, որոշումը կկայացվի կամ ուրբաթ երեկոյան, կամ շաբաթ առավոտյան։ Այսինքն այդ ժամանակ կիմանանք հիմա ինքը քայլ անում է, թե չի անում։ Եթե ինքը չարեց Դե արդեն 3 այդպիսի ուրբաթ-շաբաթ ունեցել ենք։ Հա, դե ինքը տվել էր հնարավորություն մինչև ապրիլի 5-ը։ Ապրիլի 5-ը գալիս է դուք հաշվի եք 31-ն է այսօր 4-5 մոտենում է 4-5 դա 4-5 է գալիս, այսինքն ինքը փաստացի շաբաթ առավոտյան կամ ուրբաթ երեկոյան որոշումը պետք է կայացվի, եթե ինքը որոշում կայացրեց պատերազմը շարունակել, ցամաքային գործողություն անել, ապա նավթի գինը կթռնի մինչև վերև ու կգնա վերև, որտեղ այդ պատերազմից ինքը չի կարող դուրս գա արդեն, որտեղ այդ ամերիկացի զինվորներ մասսայաբար զոհվեցին,
ինքը էլ չի կարող դուրս գա արդեն իրանք կպատժեն պրոստը բարձր impeachment անեն ինքը արդեն Վենսին բերեց այդ առումով առաջին պլան որպես բանագնաց ինչ որ մի պահ Վենսին բերեց որտեղ պատերազմի նախարարի վրա գծեց այո չեն հիմա գնում է ինչ որ ինքը գնում է ինչ որ փոփոխության Վենսը ավելի բան է չէ ընկալում Տրամպը հիմա էս իրականությունն ասեմ Տրամպը երազում է անկեղծ նպատակում է որ ինքը ոնց անի տակից դուրս գա բայց հայտարարի որ ինքը հաղթել է իրան պետք է որ ինքը հայտարարի հաղթել է ինքը տեսեք ինչ կապիկություններ անում ասում է ես արդեն այնտեղ ռեժիմը փոխել եմ ոչ մի բան չի փոխել բայց ռեժիմը փոխել է ասում այնտեղ արդեն ղեկավարներ չկան ես ինձ առաջարկում եմ որ ես այաթոլլա դառնամ բայց ես չեմ ուզում դառնամ ասես մտածողաբար ինքը կատակներ է անում այդ կատակների մեջ երևում է որ ինքը լավ նյարդայնացած վիճակի մեջ է որովհետև իրան խաբել են իրան ասել են որ եթե մի քանի օրվա ընթացքում մենք երկու շաբաթ կանենք մի անգամ ռեժիմ կփլվի ժողովուրդը կբողոքի դուրս կգա բան պարզվեց որ բան չկա Պարզվեց որ օպոզիցիան որի պրտեկ պետք է դուրս գալ փողոց այդ օպոզիցիան գոյություն չունի այսինքն ինչի գոյություն չունի շատ պարզ երբ որ քեզ ռմբակոծում են նույնիսկ եթե դու դժգոհես ռեժիմից դու ոնց պետք է դուրս գաս ասես կեցե ռմբակոծությունները հասկանում ես չէ դա կներեք կատարել ամբողջունակություններ տենց հաշվարկներով մտնել խաղի մեջ բայց քանի որ Նյատանյահուն օբյեկտիվորեն ինքը 3 քրեական գործ կար իր վրա ինքը իրան շահավետ էր այդ պատերազմը որպեսզի պատերազմի ֆոնով ինքը չդատվի ինչպես որ Զելենսկին ինչպես որ Փաշինյանը այդ մարդկանց դասակարգի այդ ներկայացուցիչները իրանք ավելի շատ իրենց անձնական շահի մասն են մտածում քան երկրի շահի մասն են մտածում ինքը հրարեց այս process-ը համոզեց Տրամփին որ ինքը մտնի այդ ամեն ինչի մեջ հիմա կրակնակցե Տրամփին հիմա Տրամփը չգիտի տակից ոնց դուրս գա բայց Նետանյահուն նաև իր ժողովրդին է վնաս տվել որովհետև Իսրայելում գիտեք ինչ վիճակ է առաջացել ամեն օր մարդիկ օրը մի քանի անգամ մտնում են ասենք չգիտեմ պաշտպանվելու համար բազմաներ են մտնում բանը մտածել դա արդեն դառնում է անտանելի կյանք նորմալ մարդիկ արդեն չեն կարող 10 միլիոնից Իսրայելից կարող է պետք է արդեն մարտահրավեր սկսվի ասենք որովհետև մարդիկ չեն ուզում անընդհատ այս պերմանենտ վիճակի մեջ մնալ մանավանդ որ դու վերացրել ես 92 միլիոնից երկրի ղեկավարությանը որոնք էլ փաստորեն վրեժխնդրություն ունեն արդեն քո նկատմամբ սա կատարյալ ավանտյուրիզմ էր Իսրայելի այսօրվա վարչապետի կողմից որ սեփական ժողովրդին վնաս տվեց սեփական ժողովրդին եւ ներկայացրեց ամերիկացիներին այս ամեն ինչի մեջ եւ որի արդյունքում էլ հիմա ունենք Միշայմերը հայտարարում է որ Տրամպի նախընտրական արշավի 2/3-ը տվել են հրեական շրջանակները դրա համար ինքը պատանդի կար այդ բանը տենց բանը հայտարարում հիմա բայց այդ հայտարարությունները նաեւ ազդում են ամերիկյան շրջանակների վրա նույնիսկ խոսակցություն կա որ գալիք ընտրությունների ժամանակ արդեն հանրությունը տեսնել է թե որ հրեական շրջանակում է տալու որ միանգամից արդեն բացասական գնահատական տա սա նույնիսկ եմ ասում հրեական շրջանակներին հրեա ժողովրդին ամենամեծ վնասը տվեց Նյատանյահուն եւ անուղակի նաեւ Տրամպը որը թվում է թե իրանք ուզում էին այդ ժողովրդին լավ բան անեին բայց շատ վատ բան արեցին ինչպես որ Զելենսկին ասում էր որ ես էս Ուկրաինայի համար sense կանեմ բայց այդ ժողովրդին ինչ է, այդ ժողովուրդը պատմեն ծանր վիճակի մեջ է, պատերազմական վիճակ, տարածքների կորուստ, միլիոնավոր մարդկանց մահ, բան։ Ընդհանրապես այն մարդիկ, որ գալիս են տենց լոզունգներով, վերջում ճիշտ հակառակն են անում։ Տեսեք, Փաշինյանը եկավ ասեց, բերում եմ խաղաղություն, սոցիալական արդարություն, բերես ճիշտ հակառակը, բերես պատերազմ, սոցիալական ճճաճող անարդարություն, չէ՞։ Ինչ երկ ունի դուրս գալու Թրամփը այս ամեն ինչից։ Ես sense ձևակերպեմ ցանկացած կարող է կղզին վերցնել իսկ շանս ունի այդ կղզին վերցնելու տեսեք դիցու կացենք այդ կղզին վերցնել դե գոնե կհայտարարի ես տեսեք այդ կղզում տեսեք այնտեղ մի քանի կղզիներ կան որ ստրատեգիական նշանակություն ունեն այդ կղզի արժեքը կայանում է նրա մեջ որ այնտեղ Իրանի նավթարարությունաբերական համակարգի 90% այդ կղզում է հիմա եթե վերցեցինք պատկերացրեք Հիմա Իրանը ռմբակոծեց այդ կղզին, այդ 2500 զինվորը սպանվեցին, դա կսպանվեն, դա միանշանակ է, չէ՞, ամերիկյան զինվորները կսպան։ Իրանն էլ իր համակարգը կոչնչացնի։ Եթե ասեց ինքը հայտարարել է, եթե իմ համակարգը վնասվեց, ես վնասելու եմ տարածոցի բոլոր երկրների նավթարարությունաբերական համակարգերը։ Դա կնշանակի նավթի համաշխարհային ֆանտաստիկ ճգնաժամ, համաձայն ես սրա հետ։ Ֆանտաստիկ ճգնաժամ։ Այսինքն երկու Բայց մյուս կողմից ասում են ռազմական ամբողջ արսենալը ոչնչացրել են բուն, բայց շարունակում են իրանցի կրակել, մի քիչ անհասկանալի է, չէ՞, իրենց հայտարարությունները ասում են մենք արդեն 13000 Ես քեզ մի հատ խորհուրդ տամ, ընդհանրապես աշխարհում բոլոր երկրների ռազմական ժամանակ բոլոր երկրները դառնում են Արծուն Հովհաննիսյաններ։ Բոլորը
Դա լինի դա Ռուսաստանին վերաբերում, Ուկրաինային վերաբերում, եթե Ռուսաստանին լսենք, ապա Ուկրաինան արդեն հողի պետք է հավասարացնի, եթե լսենք Ուկրաինային, պետք է արդեն Ռուսաստանը չլներ, եթե լսենք Ամերիկաստանին, ապա պետք է Իրանը արդեն պետք է գոյություն չունենա, եթե լսենք Իրանին, ինքը անընդհատ հայտարարում է, որ հեսա Իսրայելը վերանալու է։ Այսինքն ուզում ասեմ, որ այդ չէ, բայց բոլոր դեպքերում կա լուրջ մամուլ, կա լուրջ վերլուծաբաներ, լուրջ մամուլը ասում է, լուրջ մամուլը ասում է, որ ստեղ ռազմական լուծում գոյություն չունի։ Լուրջ փորձագետներն ասում են ռազմական լուծում գոյություն չունի, բայց մի հատ վտանգավոր բան առաջ եկել։ Ուրեմն տեսեք, այս նոր համաձայնության համար պետք է որ Իրանի կողմից լինի կամք, որ իրանք համաձայն են ստեղծել, բայց Իրանի բոլոր ազդեցիկ շրջանակները սպանվել են արդեն, Իսրայելի կողմից դիտավորյալ։ Իրենց պարլամենտի նախագահը կա, որ ինքն է հիմա ամենավան կերպարը։ Լարիջանին է վերջում մնացել է Լարիջանին եւ ինքը չունի են հեղինակությունը քսիրի վրա, որ ուներ Լարիջանին։ Հասկանում ես ի՞նչ նախնդիրը։ Արդյունքում ստացվել է այնպես մի հատ վիճակ, որ Իրանում այսօրվա վերնախավը ինքը ռազմատենչ է տրամադրված եւ ինքը ուրախ ասում է, ուզում եմ մինչեւ վերջ պատերազմեմ ամերիկացիների հրաների դեմ, այսինքն իրանք տենց են տրամադրված։ Այդ մարդկանց ոնց պետք է դու բերես կոմպրոմիսի։ Ես չեմ կարող։ Այնտեղ նաեւ Խամենեի որդին կա, հիմա չգիտեմ ինչ Խամենեի վիճակում որդին է։ կիսամեռած վիճակի մեջ է, ինքը արդեն գործոն չի, հաշվեք, ասենց։ Խամենեի որդին դա մանեկեն է, իրականում իր անունից են սա որոշումները կայացնում, չկա տենց մարդ։ Կա իրականում մանեկեն, իրան որդուն կիսամեռած մարդուն ընտրեցին որպես մեսիջ ամերիկացիներին, որ մենք ավելի կոշտացնելու ենք մեր դիրքորոշումը։ Սա ես նույնիսկ եմ ասում, շատ կատաստրոֆիկ վիճակ է, լավագույն տարբերակ, երկու վատ տարբերակ կա, չայրած փոքրագույնը կլինի այն, որ Տրամպը փաստացի խոստովանի, որ ինքը սխալ է արել եւ դուրս բերի այդ process-ից եւ ինչ որ փորձի կոմպրոմիսներով, ինչ որ գնազիջումների պարսիկներին այս պատերազմից դուրս գա, որ ես չգիտեմ ինչքանով դա դժվար կլինի, հեշտ կլինի, բայց այդ ճանապարհն է, ուրիշ ճանապարհ չկա, եթե գնա ինքը համակային գործողությունների ճանապարհով, ես ասում եմ թե տիեզերական կատաստրոֆա լինելու ամբողջ աշխարհի համար, տիեզերական կատաստրոֆա։ Ես ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Ավելին կարող եմ ասեմ, ես մեր ժողովրդին ուզում ասեմ, որ այդ տիեզերական կատաստրոֆայի սովորաբար նման տնտեսական կատաստրոֆաներին բերում են նաև համաշխարհային պատերազմներ, այդ համաշխարհային պատերազմը անպայման չի որ միջուկային զենքով լինի։ Հասկանում եք, եւ այս պարագայում ես ուզում եմ հիշեցնել, որ առաջին համաշխարհային պատերազմում մենք կորցրեցինք, մենք ցեղասպանության ենթարկվեցինք 300,000։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեր բախտը բերեց, որտեղ մենք այլ երկրի մեջ էինք եւ այդ վտանգը չեղավ։ Երրորդ համաշխարհային պատերազմում մենք հիմա կանգնած ենք էլի էկզիստենցիալ վտանգների առաջ, որովհետեւ ճիշտ է մենք ունենք պետականություն, բայց մեր պաշտպանվածության վիճակը շատ քայքայված վիճակի մեջ ենք մենք եւ այդ իմաստով մենք պետք է բոլորս հասկանանք, որ մենք լրջագույն վտանգի առաջ ենք կանգնած եւ այդ վտանգը մեծ մասը չի հասկանում, որտեվ այս մտածողությունը չկա մեր քաղաքական վերնախավի մոտ։ Քաղաքական վերնախավը այլ կյանքով ապրում, իրական վտանգները բավականին մնացել են եւ արդյունքում հասարակ մարդը չի ապրում այդ վտանգներով, իրան թվում է թե Իրանի այդ process-ները ոնց որ Մոզամբիկում լինեն կամ ոնց որ Վենեսուելայում լինեն, տարբերություն չկա։ Մարդը չի ապրում այդ բանը, ինքը չի այդ վախի զգացողությունը չունի, որտեղ քաղաքական վերնախավն էլ է զգացողություն։ Քաղաքական վերնախավը թքած ունի թե Իրանում ինչա կատարվում։ Իրան հետաքրքիր է իր անձնական շահը, իր ընտրությունը, իր տեղը բանում այդ անձնարարը, իր բան ցուցակում թե որտեղ կլինի, իր դիրքը, իր պաշտոնը ինչ կլինի բան, էս է քաղաքական վերնախավը, բայց այս քաղաքական վերնախավը նոր չի ձևավորվել այդպես, Անժելա ջան։ Այս քաղաքական վերնախավը ձևավորվել է այս 30 տարիների ընթացքում, որտեղ մենք ստացանք պետականություն, բայց ձեր չբերեցինք լուրջ մակարդակի 200 տարվա, 1000 տարվա պետություններ են, պետականություն ունենալով Ֆրանսիա, Անգլիա, տեսեք ինչ ճգնաժամը ապրում այդ քաղաքական վերնախավը։ Թքած կպցրած 30 տարի հազիվ դուրս ենք եկել, հիմա գնում գալիս եք ասում եք, ասեք որ նաև այդ լիքը դրական բաներ էլ է, չէ՞ եղել այդ ժամանակ։ Քաղաքական ինչ վիճակա հիմա Ֆրանսիայի քաղաքական վերնախավը։ Ինչ վիճակա հիմա Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավը։ Դե գնա ճգնաժամները ուրիշ պատճառով են։ Ընդդեղի ճգնաժամները ասեմ ինչով պատճառով են, նայեք տեսեք։ Ընդդեղի ճգնաժամները օբյեկտիվ բնույթ են կրում։ Ինչի՞, որովհետև ֆրանսիացիները միշտ սովորել են որ պետք է լավ ապրեն, ասենք չինացիներից, բայց այսօր երկու անգամ ավելի քիչ են աշխատում կամ չինացիները։ Հիմա չինացիները պայմանական եմ ասում,
չինացիները իրանց ապրանքները ավելի մրցունակ են, քան ֆրանսիացիները, ես օրինակ եմ բերում, հա, արդյունքում հիմա առաջացել է մի իրավիճակ, Չինաստանի հնան մեկ շնչի վրա $13000 է կազմում, ֆրանսիացու մոտ $48000 է կազմում, բայց ֆրանսիացին չի արտադրում այն ապրանքը, որը կարողանա մրցի չինացուն։ Մյուսը հիմա որ դուք Եվրոմիության կամ Ֆրանսիայի մյուս երկրի էլիտային որ տեսնեք ձեր լացը չի գալիս, թե ինչի ճաշ։ Նայ ասեմ, իրանց այդ վերնախավի իրավիճակը օբյեկտիվ բնույթ է կրում, որովհետև չկա այդպես մարդ ելնի ասի գիտեք ինչ հարգելի ֆրանսիացիներ ջան, մենք պետքա հիմա ավելի երկար աշխատենք, ավելի քիչ ստանանք, օբյեկտիվը օբյեկտիվ չի, փաստա։ Ասեք օբյեկտիվը օբյեկտիվ չի, փաստա, չէ՞ որ իրենք այդպեսի ճգնաժամի առջև են կանգնել։ Հիմա մենք էլ կարող ենք 1000 մի բան ասել, թե ինչի ունենք այսպեսի։ Այս իրավիճակում պետք է մեկը երկրել։ Շատ լավ։ Դուք ասեցիք, որ թվերով կարող եմ ներկայացնել, ինչու չի, ինչու է պարտվելու Նիկոլ Փաշինյանը։ Խնդրեմ։ Տեսեք, հիմա տեսեք։ Ուրեմն